Գարի կիսի ձեր ֆինանսական հեղափոխությունը Համաձայնության զորությունը Գլուխ 9 Դուք կերակրեք նրանց Երբ առաջին անգամ իմ գրասենյակում հանդիպեցի Դոնին, նա խիստ հիասթափված էր և պարտքերի մեջ էր։ Այդ պահին նրա կյանքում թվում էր ամեն ինչ վատ էր։ Զրուցելով նրա հետ իմացա, որ նա 3-ից 4 ամիս չէր վճարել բնակարանի վարձավճարը, ինչպես նաև չէր փակել գրեթե բոլոր հաշիվները։ Կային նաև ամուսնական խնդիրներ։ Նրա կինը հոգնել էր իրենց ֆինանսական վիճակից և կորցրել էր հարգանքը Դոնի հանդեպ, քանի որ նա անկարող էր հոգալ իր և իրենց 5 երեխաների մասին։ Իրականում Դոնը ինքն էր կորցրել հարգանքն իր հանդեպ, և նա շատ հարցեր ուներ։ Նա զբաղվում էր առողջության ապահովագրության փաթեթների վաճառքով Օհայո նահանգում, բայց հաջողություն չուներ այդ գործում, և նրա ֆինանսական կյանքն արագորեն կործանվում էր։ Չնայած այն բանին, որ ամեն ինչ Դոնի դեմ էր, ես տեսա ներուժ նրանում։ Նա պատրաստ էր սովորել և աշխատել։ Այդ ազդեցիկ համադրությունն այն աստիճան գրավեց ինձ, որ ես աշխատանքի ընդունեցի նրան և որոշեցի ներդրում կատարել նրա ապագա բարեկեցության մեջ։ Ի վերջո այդ ներդրումը մեծ շահույթ բերեց երկուսիս։ Իմ նորաստեղծ ընկերությունը շահել էր ճանապարհորդություն դեպի Հավայան կղզիներ մեր մատակարարներից մեկից, և ես զգացի, որ դա փայլուն հնարավորություն էր, որպեսզի պատմեի Դոնին Աստծո թագավորության մասին։ Թեև Դոնը քրիստոնյա էր, նա չուներ միևնույն ընկալումը, ինչ ես։ Ու թեև մի քանի անգամ փորձել էի պատմել նրան Աստծո թագավորության սկզբունքների մասին ֆինանսական բնագավառում, նա թվում էր պարզապես չէր հավատում իմ խոսքերին։ Ես շարունակ մտածում էի, թե ինչը կգրավեր Դոնի ուշադրությունը, որպեսզի նա հասկանար, որ ինքը նույնպես կարող էր հաջողության հասնել սովորելով Աստծո թագավորության սկզբունքները։ Այնուամենայնիվ Դոնն այնքան հուսալքված էր, որ չէր կարողանում հավատալ իր ուժերին և այն բանին, որ իր կյանքն իսկապես կարող էր փոխվել։ Ես գիտեի, որ այդ ուղևորությունը դեպի Հավայան կղզիներ իմ հնարավորությունն էր։ Մի քանի շաբաթ Դոնի և իմ մեկնելուց առաջ մենք զրուցում էինք այն մասին, թե ուր էինք գնալու և ինչ էինք անելու այդ ուղևորության ընթացքում։ Կար մի բան, ինչը խիստ հետաքրքրում էր Դոնին։ Նա ցանկանում էր կապույտ մարլին որսալ Խաղաղ օվկիանոսի գեղեցիկ ջրերում։ Հավայան կղզիները կապույտ մարլինի մայրաքաղաքն է ամբողջ աշխարհում, ոգևորված ասում էր ինձ Դոնը։ Ես միշտ ցանկացել եմ կապույտ մարլին որսալ, դա եղել է իմ երազանքը։ Առաջին անգամ մի քանի շաբաթվա ընթացքում ես փայլ տեսա Դոնի աչքերում։ Վերջապես ինչ-որ բան ոգեշնչում էր նրան, և ես գիտեի, որ նրա ոգեշնչումը դուռ կբացեր շատ կարևոր մի դասի համար։ Դոն, ասացի ես, դու գիտես, որ հնարավոր է իմանալ, ոչ թե հուսալ, այլ իմանալ, որ դու կապույտ մարլին կորսաս Հավայան կղզիներում Աստծո թագավորության շնորհիվ։ Դոնը շփոթվեց և հետաքրքրվեց։ Նա ցանկանում էր իմանալ ավելին, և ես շարունակեցի խոսել թագավորության մասին։ Մեջբերեցի Մարկոս 11:24 խոսքը, որտեղ գրված է. «Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք, և կլինի ձեզ»։ Դոնի համար դա չափազանց լավ էր հավատալու համար։ Ես որոշ ժամանակ տրամադրեցի, որպեսզի օգնեի նրան հասկանալ թագավորության սկզբունքները և այն, թե ինչպես գործադրել հավատքը։ Եվ մինչև մեր ճանապարհորդությունը նրա կինը և նա սերմ ցանեցին ճիշտ այնպես, ինչպես որ ես ցանեցի իմ եղջերուի համար։ Միաբան աղոթեցին և հավատացին, որ կապույտ մարլին էին ստացել։ Միևնույն ժամանակ Դոնն անում էր այն, ինչ կարող էր հունձքի իր մասը կատարելու համար։ Նա ուսումնասիրեց հասանելի վարձույթով տրվող նավերը և դրանց գները, և վերջապես վարձեց մի նավապետի, որը նրան դուր եկավ։ Ամեն ինչ կազմակերպված էր, և բոլորս խիստ ոգեշնչված էինք Հավայան կղզիների կապույտ ջրերը դուրս գալու պատճառով։ Եկավ նավարկության օրը, և մենք բարձրանալով նավը խանդավառությամբ ասացինք նավապետին, որ այդ օրը կապույտ մարլին ենք որսալու։ Մենք ակնկալում էինք հաջողակ սպորտային ձկնորսության օր, սակայն նավապետը հավաստիացրեց, որ այդ օրը կապույտ մարլին որսալու հավանականությունը մեծ չէր։ Նրա նավերն օրական 2 շրջագայություն էին կատարում, և վերջին 4 ամսվա ընթացքում նրա նավակազմերը որսացել էին ընդամենը 1 կապույտ մարլին։ Հիմնական պատճառն այն էր, որ դեռևս մարլինների որսաշրջանի ժամանակը չէր, քանի որ մարլինը գաղթական ձուկ է։ Հրաժարվելով հուսալքվել, մենք հարգալից ասացինք նրան, որ որսալու ենք այդ ձկանը, և շարունակեցինք պատրաստել մեր սարքավորանքը։
6 ժամ օվկիանոսում անցկացնելուց հետո մեր կարթերը նույնիսկ մեկ անգամ չշարժվեցին, և ես մի փոքր անհանգստանում էի, որ այդ վիճակը կարող էր թուլացնել Դոնի հավատքը։ Իմ մտահոգության պատճառով հարցրի նրան. «Դոն», գոչեցի ես իմ դիրքից, որը գտնվում էր կամրջակի վրա նրա գլխավերևում, «ուզում եմ հարցնել քեզ, երբ դու ստացար այդ կապույտ մարլինը։ Երբ այն հայտնվի, թե երբ մենք աղոթեցինք»։ «Գարի, դա պարզ է», վստահաբար պատասխանեց Դոնը, «ես ստացա այն, երբ աղոթեցի»։ Ես ոգեշնչվեցի և վստահություն առա լսելով նրա պատասխանը։ Այդ պահին էր, որ հասկացա, որ Դոնը լրջորեն է ընդունել իմ հրահանգները և վճռել է որսալ իր մարլինը։ Մի քանի րոպե անց Դոնի կարթաձողը սկսեց ձգվել, իջնելով դեպի ջուրը, և ամուսինները բղավեցին. «Ձուկ է»։ «Չափից շատ մի ոգևորվեք», զգուշացրեց նավապետը։ «Ճիշտ է, որ սա մեծ ձուկ է, բայց սա կապույտ մարլին չէ։ Մարլինները լողում են անմիջապես ջրի մակերեսի մոտ և մեծ թռիչքներ են անում ջրի վրա։ Իսկ այս ձուկը խորքում է»։ Րոպեները թռչում էին, մինչ Դոնը շարունակում էր պայքարել այդ ձկան հետ, որին դեռ պետք էր հանել մակերես տեսնելու համար։ Որքան էլ Դոնը հոգնել էր, այդ ձուկն ավելի էր հոգնել և շուտով այն հանձնվեց։ Դոնը և ես չզարմացանք, երբ նա վեր հանեց մեծ գեղեցիկ մարլինի, բայց բոլորն այդ նավի վրա ապշել էին։ Դոնի և նրա ձկան լուսանկարը մինչև օրս իմ գրասենյակում է, որպես թագավորության իրական լինելու վկայություն այլ մարդկանց համար և հիշեցում ինձ համար։ Առաջին հայացքից դա ընդամենը ձուկ էր, բայց Դոնի համար այդ մարլինն այնքան բան էր նշանակում։ Եթե թագավորությունը գործեց մարլինի դեպքում, այն անկասկած կգործի մնացած ամեն ինչի դեպքում, ինչի կարիքը նա ուներ այս կյանքում։ Դոնը դեռ նոր էր սկսում գիտակցել, թե ինչպիսի ազդեցություն Աստծո թագավորությունը կարող էր ունենալ իր կյանքում։ 2000 տարի առաջ Նիկոդեմոս անունով մի մարդ հարցրեց Հիսուսին Աստծո թագավորության մասին։ Հովհաննես 3-րդ գլխում գրված է Տիրոջ պատասխանը. «Քամին որտեղ ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում։ Այսպես է ամեն հոգուց ծնվածը»։ Խոսք 8-րդ։ Դոնի հետ նավի վրա անցկացրած այդ գեղեցիկ օրը այս խոսքի փայլուն օրինակն է։ Թեև և Դոնը, և ես չէինք տեսնում Աստծո թագավորությունը այդ օրը, բայց անկասկած տեսանք և զգացինք դրա արդյունքը որսալով այդ մեծ մարլինին։ Ինչպես որ անկարելի է տեսնել քամին, չնայած որ այն տեսանելի ազդեցություն ունի բնական աշխարհում, այնպես էլ Աստծո թագավորությունն է։ Այն իրական է և ազդեցություն ունի բնական աշխարհում։ Սովորելով այն օրենքները, որոնցով կառավարվում է Աստծո թագավորությունը, մենք կատարում ենք փոփոխություններ մեր կյանքում ճիշտ այնպես, ինչպես Դոնն արեց այդ օրը։ Ես ուզում եմ մի հարց տալ. ինչպես հայտնվեց այդ մարլինը։ Այս հարցը պատասխան ունի։ Դուք չեք կարող պարզապես ասել, որ Աստված արեց դա։ Ոչ, մենք պետք է իմանանք, թե որտեղից գիտեինք, որ այն հայտնվելու էր։ Դուք իրականում պետք է իմանաք սա, քանի որ կարող է գալ մեկ օր, երբ ձեզ պետք կլինի կապույտ մարլին, կապույտ մեքենա կամ պարզապես մթերք։ Փաստն այն է, որ այս պատմությունն այնքան էլ ձկնորսության մասին չէ, ինչպես որ իմ որսորդական պատմություններն իրականում եղնիկների մասին չեն։ Այս պատմությունը պատկերացում է տալիս մեզ թագավորության մասին և այն մասին, թե ինչպես է այն գործում։ Կար հստակ պատճառ, թե ինչու այդ մարլինը հայտնվեց։ Հիսուսը շատ ժամանակ էր տրամադրում սովորեցնելով իր աշակերտներին այն մասին, թե ինչպես էր գործում թագավորությունը, և խոսելու հետ մեկտեղ նա նույնպես ցուցադրում էր այն։ Ուշադրություն դարձրեք, որ թագավորությունը չի գործում այնպես, ինչպես այն երկրային տիրույթը, որտեղ մեծացել եք։ Դուք իրականում չեք կարող լիովին ընկալել այն ձեր մտքով։ Այո, այն գործում է որոշակի օրենքների հիման վրա։ Պարզապես այդ օրենքներն այնպիսին չեն, որոնց մենք ընտելացել ենք այս երկրում։ Բայց մենք կարող ենք սովորել այդ օրենքները։ Հիսուսը շատ ժամանակ էր տրամադրում ցուցադրելով և սովորեցնելով թագավորության օրենքները, ուր էլ որ գնում էր։ Իմ ամենասիրելի պատմություններից մեկը, որում Հիսուսը ցուցադրում է թագավորությունը, Մարկոս 6-րդ գլխում է։ Դա հայտնի պատմություն է այն մասին, որ Հիսուսը կերակրեց 5000 տղամարդու 5 հացով և 2 ձկով։ Թեև մեծանալով եկեղեցում ես լսել էի այս պատմությունը միլիոնավոր անգամներ, բայց ոչ ոք երբևէ չէր բացատրել ինձ, թե ինչպես Հիսուսն արեց դա։ Եվ երբ որ արդեն շատ ժամանակ էր անցել, նրա աշակերտները մոտ եկան և ասացին, թե այստեղը անապատ է և ժամանակն էլ արդեն ուշ։ Արձակիր դրանց, որ 4 կողմի շեները և գյուղերը գնան, իրենց համար հաց առնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն։ Նա էլ պատասխանեց և նրանց ասաց. «Դուք տվեք դրանց ուտել»։
Նրանք էլ ասացին. «Գնանք 200 դահեկանի հաց առնենք և դրանց տանք, որ ուտեն»։ Նա էլ նրանց ասաց. «Քանի հաց ունեք, գնացեք և տեսեք»։ Երբ որ գիտացին, նրան ասացին. 5 հաց և 2 ձուկ։ Եվ հրամայեց նրանց, որ ամենը գունդ կանաչ խոտի վրա նստեն։ Եվ դաս նստեցին 100 և 50։ Եվ այն 5 հացը և 2 ձուկն առած դեպի երկինքը նայեց, օրհնեց, կտրեց հացերը և իր աշակերտներին տվեց, որ գցեն նրանց առաջը, և այն 2 ձուկը բաժանեց ամենին։ Եվ ամենը կերան և կշտացան, և փշրանքներից 12 կողով լիքը վեր առան, և ձկներից էլ։ Եվ հացը ուտողները 5000-ի չափ մարդիկ էին։ Մարկոս 6:35-44 Հիսուս, մենք խնդիր ունենք, մարդիկ քաղցած են, և եթե հիմա նրանք չգնան, շատ ուշ տուն կհասնեն, և մենք անհանգստանում ենք։ Ինչ ասաց Հիսուսը նրանց. Աստված իմ, դուք ճիշտ եք, ես չէի հետևում ժամանակին, եկեք ավարտենք այս հավաքույթը հենց հիմա։ Ոչ, նա պարզապես ասաց. դուք կերակրեք նրանց։ Ինչ։ Աստվածաշունչն ասում է, որ այնտեղ 5000 տղամարդ կար, իսկ կանանց և երեխաներին հաշվելու դեպքում հեշտորեն կարող էր 20000 մարդ լինել։ Այդքան մարդկանց կերակրելը, նույնիսկ եթե դուք միջոցներ ունենայիք, շատ դժվարին առաջադրանք կլիներ, եթե ոչ անհնարին։ Համոզված եմ, որ աշակերտների հավատը չէր գալիս, երբ նրանք լսեցին Հիսուսի խոսքերը։ Նրանց արձագանքը նրա լուծմանը պարզորեն ցույց է տալիս այս երկրային իրականության սովորական մտածելակերպը։ Բայց Հիսուս դրա համար 8 ամսվա աշխատավարձ է հարկավոր։ Միթե մենք պետք է գնանք և այդքան գումար ծախսենք կերակուրի համար։ Առաջինը ուշադրություն դարձրեք, որ նրանք անմիջապես փոխարկեցին այդ կարիքն այս երկրային անեծքի համակարգի տնտեսությամբ, տանջալի աշխատանքով և քրտինքով, իսկ ավելի ճիշտ դրա 8 ամսվա համարժեքով։ Մեկ անգամ, երբ աղոթում էի, Աստված ասաց, որ ես մարմնավոր մտածելակերպ ունեմ։ Ես շփոթվեցի. ինչ էր դա նշանակում։ Միգուցե ես խնդիր ունեի կրքի հետ։ Ոչ։ Նա նկատի ուներ, որ իմ միտքը սահմանափակ էր, քանի որ ես զտում էի իմ ապագան այս երկրային անեծքի մտածելակերպով, այն բանով, թե որքան արագ կարող էի վազել։ Բոլորս ենք այդպես վարվում։ Եթե մեզ նոր տուն է հարկավոր, մենք հետաքրքրվում ենք, թե որքան այն արժե, և անմիջապես հաշվարկում ենք, արդյոք կարող ենք թույլ տալ այն մեզ։ Ինչի հիման վրա ենք մենք կատարում մեր հաշվարկը։ Այս երկրային անեծքի պատկերացման վրա։ Մենք մտածում ենք, թե որքան արագ կարող ենք վազել։ Ենթադրենք, ես աշխատում եմ ժամում $15, և շաբաթական 40 ժամը հավասար է, պարզվում է, ես երբեք չեմ կարողանա թույլ տալ ինձ գնել այդ տունը։ Այնպես որ դուք մոռանում եք այդ միտքը, համարելով այն անհնարին։ Եթե մենք զտենք յուրաքանչյուր գաղափար այն բանով, թե որքան արագ կարող ենք վազել, մենք երբեք մուտք չենք գործի թագավորության կյանքի մեջ, քանի որ Աստված սահմանափակված չէ այս երկրային համակարգով։ Աստված ասում էր ինձ, որ եթե ես ցանկանում էի ներգրավել թագավորությունը, պետք է ընդունեի թագավորության մտածելակերպը, այն, որ ամեն ինչ հնարավոր է։ Ահա թե ինչու աշակերտներն ասացին. դրա համար անհրաժեշտ է 8 ամսվա աշխատավարձ։ Ըստ էության նրանք նկատի ունեին, որ այդքան մարդկանց կերակրելն անհնարին սխրանք էր։ Թույլ տվեք նկարագրել, թե ինչպիսին թվացին աշակերտներին Հիսուսի «դուք տվեք նրանց ուտել» խոսքերը։ Պատկերացրեք, որ ես ձեր հովիվն եմ, և դուք չեք կարողացել կատարել ձեր հիփոթեկային վճարումները ֆինանսական խնդիրների պատճառով։ Դուք 3 ամսվա ժամկետանց մարում ունեք և շուտով կորցնելու եք ձեր տունը։ Գալիս եք ինձ մոտ և հարցնում. արդյոք եկեղեցին կարող է օգնել, որպեսզի կատարեք ձեր վճարումները։ Ես շատ հանգիստ ձայնով պատասխանում եմ ձեզ. ես ավելի լավ միտք ունեմ։ Ինչու լիովին չմարեք այդ գումարը, որպեսզի այլևս ստիպված չլինեք վճարումներ կատարել։ Ձեր հայացքն արտահայտում է հետևյալը. նա չհասկացավ, թե ինչ նկատի ունեմ։ Դուք ասում եք. ոչ, հովիվ, կարծում եմ դուք չհասկացաք ինձ, մենք ընդհանրապես փող չունենք, ահա թե ինչու եմ եկել ձեզ մոտ։ Մեզ պարզապես հարկավոր է, որ եկեղեցին օգնի, որպեսզի կատարենք մեր ժամկետանց վճարումները։ Կրկին, ես հանգիստ նայում եմ ձեզ և պատասխանում. ոչ, ես հասկացա ձեզ, դուք պարզապես պետք է մարեք ձեր հիփոթեկի ամբողջ գումարը և այլևս չեք ունենա վճարումներ։ Դուք կմտածեք, որ ես ցնորվել եմ նման ծանրաբեռնված խաղասարքի, որը շարունակ նույն ազդանշանն է տալիս։ Հավանաբար աշակերտները հենց այդպես էլ զգում էին իրենց։ Հիսուս, դու իրականում լուրջ չես խոսում պատվիրելով կերակրել այս 20000 մարդուն, այնպես չէ։
Դա անհնար է, մենք չունենք միջոցներ դրա համար։ Եվ եթե ծրագիր կազմեինք, որպեսզի գնայինք եւ այնքան աշխատեինք, մինչեւ որ վաստակեինք այդ գումարը, սայլեր գտնեինք եւ հանձնաժողովներ կազմեինք հաց գնելու համար, մինչեւ որ վերադառնայինք այդ հացով, բոլոր այս մարդիկ արդեն մահացած կլինեին։ Նույնիսկ եթե ունենայինք այդ գումարը, ժամանակը չէր բավականացնի ամեն ինչ կազմակերպելու համար։ Մենք հենց այսպես ենք արձագանքում անհնարին թվացող իրավիճակներին բնական աշխարհում, երբ չենք տեսնում ոչ մի ճանապարհ, որով դրանք կարող են լուծվել։ Երբ մենք չենք ունենում մատակարարում, մեր տեսիլքը մահանում է։ Հիսուսն անպատասխան չթողեց աշակերտներին այդ իրավիճակում, եւ նա չէր պատվիրի նրանց կերակրել այդ մարդկանց, եթե դա անհնարին լիներ։ Նա պատրաստվում էր ցույց տալ նրանց բոլորովին այլ համակարգ, թագավորությունը գործի մեջ։ Քանի որ աշակերտները շփոթվել էին, Հիսուսն ինքը զբաղվեց այդ հարցով։ «Ինչ ունեք, գնացեք եւ տեսեք», ասաց Հիսուսը։ Աշակերտները վերադարձան եւ ասացին. «Մենք գտել ենք 5 հաց եւ 2 ձուկ»։ Հենց որ գտնվեցին 5 հացը եւ 2 ձուկը, Հիսուսը խնդրեց աշակերտներին բերել դրանք իր մոտ։ Նա վերցրեց հացն ու ձուկը, օրհնեց եւ վերադարձրեց աշակերտներին։ Բնականորեն ոչինչ չփոխվեց, բայց հոգեվորապես տեղի ունեցավ մի շատ կարևոր բան, այն, ինչը թագավորությունը հասկանալու բանալիներից մեկն է։ Հիսուսը կարգադրեց աշակերտներին բաժանել հացը եւ ձուկը, եւ նրանք երկյուղացությամբ հետևում էին, թե ինչպես էր այդ կերակուրը բազմապատկվում իրենց աչքերի առջև եւ կերակրում բոլոր 20,000 մարդկանց։ Ինչ տեղի ունեցավ։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Սա պարզելու համար պետք է որոշ դիտարկումներ անենք այս պատմության մեջ։ Օրհնել բառը բառացիորեն նշանակում է առանձնացնել կամ ընծայել։ Այնպես որ կարելի է ասել, որ երբ Հիսուսն օրհնություն խոսեց այդ կերակուրի վրա, այդ հացն ու ձուկն առանձնացվեցին, անցում կատարելով մի թագավորությունից մյուսը։ Երկրային տիրույթում հնարավոր չէ կերակրել 20,000 մարդու 5 հացով եւ 2 ձկով։ Եվ նրանց կերակրելը դեռ ամենը չէր։ Երբ մարդիկ ավարտեցին, աշակերտները հավաքեցին 12 զամբյուղ կերակուրի մնացած կտորներով։ Ինչպես ստացվեց, որ 5 հացը եւ 2 ձուկը, որոնք բավական չէին, կշտացրին 20,000 մարդու, իսկ վերջում մնաց ավելի շատ, քան սկզբում էր։ Այսպիսին է թագավորությունը։ Այն ավելին է, քան բավական է։ Որպես հոգևոր գիտնական, ուշադրությամբ ուսումնասիրելով այս պատմությունը, ես տեսա նույն բանաձևը, որն Աստված տվել էր ինձ եղնիկների վերաբերյալ։ Եղնիկների որսի միջոցով Աստված սովորեցրեց ինձ ցանել Աստծո թագավորության մեջ մի փոքր այն բանից, ինչի կարիքը ես ունեմ։ Ահա թե ինչ արեց այս պատմության տղան իր մոտ եղած հացով եւ ձկով։ Նա հանձնեց դրանք Աստծո թագավորության իշխանությանը եւ դրանք բազմապատկվեցին։ 20,000 մարդ կերակրվեց եւ դեռ 12 կողով ավելացավ։ Ուշադրություն դարձրեք, որ հացը բազմապատկվեց որպես հաց, իսկ ձուկը որպես ձուկ։ Ահա թե ինչպես է գործում այս սկզբունքը։ Ես կարող եմ ձուկ ցանել Աստծո թագավորության մեջ եւ այն կբազմապատկվի ձուկ դառնալով։ Բայց ինչ եթե ինձ ձուկ է պետք, իսկ ես չունեմ ձուկ ցանելու համար։ Պատասխանը փողն է։ Հիշեք, փողը փոխանակման համակարգ է։ Մենք անվանում ենք փողն ամեն օր։ Մենք անվանում ենք այն կաթ, տուն, հագուստ, հաց եւ ցանկացած այլ բան, ինչն անհրաժեշտ է մեզ ամեն օր։ Փողը դառնում է այն, ինչի կարիքը մենք ունենք։ Նույնը տեղի է ունենում, երբ մենք ցանում ենք։ Մենք կարող ենք անվանել մեր փողը։ Փոխարենը խանութ գնանք եւ ձուկ առնենք այն ցանելու համար։ Մենք կարող ենք պարզապես անվանել մեր փողը։ Դուք կարող եք այդպես վարվել ձեր նվիրատվությունների հետ, բայց ոչ տասանորդի, քանի որ Աստված արդեն իսկ անվանել է այն։ Մենք կարող ենք տեսնել նույն բազմապատկման կանոնը Ղուկաս 5-րդ գլխում։ Եվ եղավ, երբ որ ժողովուրդը նրա վրա կիտվում էր Աստծո խոսքը լսելու, եւ ինքը Գեննեսարեթի ծովակի մոտ կանգնած էր, եւ 2 նավ տեսավ ծովակի մոտ կանգնած, ձկնորսներն էլ նրանցից դուրս էին եկած եւ ուրկանները լվանում էին։ Եվ նա մտավ այն նավերից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան նավը ցամաքից մի քիչ ներս տանել։ Նստեց եւ նավից սովորեցնում էր ժողովուրդներին։ Եվ երբ որ խոսելուց դադարեց, Սիմոնին ասաց. «Նավը դեպի խորը տար եւ ձեր ուրկանները գցեք որսի»։ Եվ Սիմոնը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապետ, ամբողջ գիշեր աշխատեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ»։ Եվ երբ որ այս արին ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին, եւ նրանց ուրկանը պատռվում էր, եւ նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գան իրենց օգնեն։
և նրանք եկան և երկու նավը լցրին, մինչև որ թաղվում կամ խորտակվում էին։ Ղուկաս 5-րդ գլուխ 1-7 խոսքեր։ Որպես հոգևոր գիտնական եկեք ուսումնասիրենք այս պատմությունը։ Ինչպես հայտնվեց այդ ձուկը։ Դուք հասկանում եք դա։ Հիսուսը քայլում էր ափով և գտավ մի նավ, որը ցանկացավ օգտագործել բազմությանը քարոզելու համար։ Նա հարցրեց Պետրոսին, նավի տիրոջը, արդյոք կարող էր օգտվել դրանից, և Պետրոսն ասաց. իհարկե։ Չէ՞ որ այդ պահին նավը պետք չէր նրանց։ Նրանք ձուկ էին որսացել ամբողջ գիշեր, բայց ոչինչ չէին բռնել։ Այն բանից հետո, երբ Հիսուսն օգտվեց նավից, պատվիրեց Պետրոսին վերադառնալ խորքը և ձուկ որսալ։ Համոզված եմ, որ նրա խնդրանքը հանկարծակիի բերեց Պետրոսին, քանի որ նա պատասխանեց. «Հիսուս, մենք ձկնորսության էինք ամբողջ գիշեր և ոչինչ չբռնեցինք»։ Պետրոսն արհեստավարժ ձկնորս էր և գիտեր, թե ինչպես ձուկ որսալ։ Ըստ իր փորձառության այնտեղ պարզապես ձուկ չկար։ Բնական տեսանկյունից այնտեղ վերադառնալը պարզապես անիմաստ էր։ Նրանք արդեն հավաքել էին իրենց սարքավորանքը և մաքրել էին ցանցերը։ Ես չեմ հավատում, որ Պետրոսը կաներ դա, եթե քիչ առաջ լսած չլիներ Հիսուսի հավանաբար գրեթե 1 ժամ տևող քարոզը, որից նա այնպես էր ազդվել, ինչպես երբևէ անցյալում։ Այնպես որ նա ասաց. «Քանի որ դու ես ասում դա, ես կգցեմ իմ ցանցերը»։ Պետրոսը կրկին ծով դուրս եկավ և այնքան ձուկ բռնեց, որ նրա ցանցերը գրեթե պատռվում էին, իսկ նավը գրեթե խորտակվում էր։ Աստվածաշունչը գրի է առնում Պետրոսի արձագանքը. նա ապշել էր։ Ինչպես դա տեղի ունեցավ։ Դուք ունեք տարբերակներ։ Կարող ենք արդյոք իմանալ դա։ Կարճ ամփոփելով, այստեղ գործեց համաձայնության զորության սկզբունքը, որը մենք դիտարկեցինք ավելի վաղ։ Երբ Պետրոսը թույլ տվեց Հիսուսին օգտագործել իր ձկնորսական նավը, նրա նավը և գործը անցում կատարեցին այլ թագավորության մեջ։ Նրա գործը դուրս եկավ երկրային անեծքի համակարգի իրավասությունից և հայտնվեց Աստծո թագավորության իրավասության ներքո։ Եվ քանի որ այն Աստծո թագավորության իրավասության ներքո էր, Աստված օրինապես կարող էր գիտության խոսք փոխանցել Հիսուսին և հայտնել նրան ձկան գտնվելու ճշգրիտ վայրը՝ դեպի խորը։ Վերլուծենք այս պատմությունը։ Հիսուսը փոխ է վերցնում ձկնորսական նավը Պետրոսից, ով քիչ առաջ վերադարձել էր ամբողջ գիշեր տևող անարդյունք ձկնորսությունից հետո։ Այս փոխանակման մեջ նրա նավը հայտնվեց Աստծո թագավորության իրավասության ներքո։ Հիսուսը գիտելիք ստացավ ձկան գտնվելու ճշգրիտ վայրի մասին Սուրբ Հոգու միջոցով։ Նա ուղղորդեց Պետրոսի նավն անմիջապես դեպի այդ վայրը, և Պետրոսի նավը գրեթե խորտակվեց ձկների պատճառով։ Նրա գործընկերների նավը նույնպես գրեթե խորտակվեց առատ որսի պատճառով։ Այսպիսով, ինչպես այդ ձուկը բռնվեց։ Պարզ ասած, երկնքից եկող անմիջական հրահանգի միջոցով։ Համաձայնեք, որ յուրաքանչյուրը կարող է ձուկ որսալ, եթե իմանա, թե որտեղ է այն։ Մտածեք այս պնդման մասին։ Աստված գիտի ամեն ինչ։ Նա կարող է օգնել ձեզ և ասել, թե ինչ անեք։ Երբ Դրենդան և ես սնանկ լինելով սկսեցինք սովորել թագավորության մասին, մի գիշեր Աստված երազ տվեց ինձ, ցույց տալով մի գործ, որն իրականում չգիտեի ինչպես սկսեի։ Արդեն 28 տարի է անցել, իսկ այդ գործը դեռ կա և այն տարեկան 100 հազարավոր դոլարների շահույթ է բերում մեզ։ Այդ 28 տարվա ընթացքում այն թույլ է տվել մեզ ցանել միլիոններ ծառայության և մարդկանց օգնելու մեջ։ Ինչպես։ Ես լսեցի երկնքից, և նույնը կարող է կատարվել ձեզ հետ։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Մի քանի տարի առաջ ես հնգօրյա համաժողով էի անցկացնում Աստծո թագավորության մասին։ Երկրորդ երեկոյից հետո Քրիս անունով մի տղամարդ մոտեցավ ինձ և խնդրեց աղոթել իր համար։ Ես հարցրի, թե ինչի համար է ցանկանում, որ աղոթեմ։ Եվ նա պատմեց ինձ իր պատմությունը։ Նա գործ էր ձեռնարկել մի մարդու հետ, որը վատնել էր իրենց գումարները և սնանկության էր հասցրել գործը։ Նա արդեն 4 անգամ ամուսնացել էր և ամուսնական խնդիրներ ուներ և ընդամենը 40 տարեկան էր։ Նա պատմեց ինձ, որ այնքան էր ընկճվել, որ մեկ օր լիցքավորել էր իր ատրճանակը, նստել մեքենան և որոշ ժամանակ վարելուց հետո կանգ առել միջաշխատող բենզալցակայանի մոտ, մտադրվելով ինքնասպանություն գործել։ Գիշերվա ժամը 3-ն էր, և մինչ նա նստած էր լիցքավորված ատրճանակով, նրա բջջային հեռախոսը զանգում է։ Նա անմիջապես ճանաչում է այդ համարը, իր նախկին գործընկերն էր։ Նա ոչ մի դեպքում չէր ուզում զրուցել նրա հետ և չի պատասխանում։ Հեռախոսը զանգում էր կրկին ու կրկին։
Երբ եկավ 11-րդ զանգը, Քրիսն ի վերջո որոշեց պատասխանել։ Նրա նախկին գործընկերոջ առաջին բառերը հետևյալն էին. «Որտե՞ղ ես և ինչ ես անում»։ Երբ Քրիսը պատասխանեց նրան, նա ասաց. «Ոչինչ չանես, ես հենց հիմա գալիս եմ»։ Պարզվեց, որ իր նախկին գործընկերը նվիրել էր իր կյանքն Աստծուն և ուզում էր պատմել այդ մասին Քրիսին։ Զարմանալի է, որ նա հրատապություն է զգացել ավետարանելու Քրիսին գիշերվա ժամը 3-ին, և երբ Քրիսը չի պատասխանել, նա շարունակել է զանգել նրան։ Երբ Քրիսի գործընկերը եկավ, նա առաջնորդեց նրան դեպի Տերը, և Քրիսի կյանքն արմատապես փոխվեց։ Ամեն ինչ բարելավվեց։ Նա գտավ լավ եկեղեցի, նրա ամուսնությունը վերականգնվեց։ Ամեն ինչ բարելավվում էր, բացի եկամտից։ Քրիսն աշխատանք չուներ և հենց դրա համար էր խնդրում ինձ աղոթել։ Ամբողջ այդ համաժողովի ընթացքում ես սովորեցնում էի ճիշտ այն, ինչ պատմում եմ ձեզ այս գրքի մեջ, որ թագավորությունը կարող է կատարել զարմանալի բաներ, որոնք վեր են մեր կարողությունից։ Մտածելով այն մասին, որ Սուրբ Հոգին կարող է առաջնորդել և օգնել մեզ տալով ցուցումներ և գաղափարներ, հանկարծ Քրիսի մտքում մի գաղափար ծնվեց։ Նա չուներ շատ ֆինանսական հնարավորություններ, բայց համեղ շորաբլիթներ էր պատրաստում։ Նա մասնագիտացած էր դիետիկ շորաբլիթներ պատրաստելու մեջ, և նրա պատրաստածը լավագույնն էր իր բոլոր փորձածներից։ Իրականում Քրիսի բոլոր ընկերները ճանաչում էին նրան որպես ամենահամեղ շորաբլիթներ պատրաստող։ Նա շատ անգամներ էր եղել տեղական առողջ սննդի խանութում և փորձել նրանց թխվածքներից մի քանիսը, բայց դրանցից ոչ մեկը նրան դուր չէր եկել։ Քրիսը չուներ շատ հնարավորություններ, բայց նա զգում էր, որ կար մեկ բան, ինչ ինքը կարող էր անել՝ շորաբլիթներ վաճառելը։ Նա համոզված էր, որ եթե տաներ իր պատրաստած շորաբլիթն իրենց տեղական առողջ սննդի խանութ և առաջարկեր համտեսել, նրանք կցանկանային վաճառել այն։ Նա համոզված էր, որ այն կվաճառվեր ավելի լավ, քան նրանց ունեցածը։ Եվ հենց այդպես էլ վարվեց։ Շորաբլիթ պատրաստեց և տարավ առողջ սննդի խանութ առանց նախապես նրանց տեղեկացնելու։ Այնպես ստացվեց, որ Քրիսի գնալու ժամանակ այդ առողջ սննդի ամբողջ ցանցի գործադիր տնօրենն այցելել էր այդ մասնաճյուղ։ Գործադիր տնօրենը համաձայնել էր համտեսել նրա շորաբլիթը և պատասխանել նրան։ Այդ երեկո Քրիսը կրկին առաջ եկավ հավաքույթից հետո ինձ հետ խոսելու համար։ Նա պատմեց ինձ, թե ինչ էր արել և խնդրեց կրկին միաբան աղոթել այդ առողջ սննդի խանութների ցանցի հետ պայմանագիր կնքելու համար։ Հաջորդ օրը Քրիսը կրկին ներկա էր հավաքույթին և այնքան ոգևորված էր։ Նա ասաց, որ այդ գործադիր տնօրենը ցանկանում է, որ ինքը շորաբլիթներ պատրաստի ոչ միայն մեկ խանութի համար, այլ նույնպես իրենց ամբողջ խանութների ցանցի համար։ Նա նույնպես հարցրել էր, թե ուրիշ ինչ կարող էր պատրաստել։ Քրիսը ցնցված էր։ Զարմանալի է, բայց այդ գլխավոր տնօրենը եկավ մեր համաժողովին, նվիրեց իր սիրտը Տիրոջը և մկրտվեց Սուրբ Հոգով։ 2 շաբաթ անց ես մի նամակ ստացա այդ մարդուց, որ նա ցանկանում է ցանել Աստծո թագավորության մեջ։ Նա նվիրաբերեց այդ ընկերությունում ունեցած իր բաժնեմասերի 10%-ը մեր հավատքի կյանք հիմա ծառայությանը։ Անհավատալի է։ Աստված կարող է մի գաղափար վերցնել և կարևոր մի բան անել ոչնչից։